Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 սիրով ենք ասում բարի լույս բոլորին եւ բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Ասում ենք բարի լույս, ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիո լսողներ եւ մաղթում իհարկե միմիայն դրական լիցքեր առավոտից։ Ուրիշ ինչ ունենք անելու ասո։ Ուրիշ ունենք սուրճ խմելու, այդ սուրճը իհարկե կիսելու մեր ռադիո լսողների հետ, սուրճ ու սեր առավոտից։ Վաղ առավոտյան ձեզ ասում ենք բարի լույս, առաջարկում ես այդ սրճել, միանալ հետաքրքիր զրույցի, ստանալ տեղեկության որոշակի պաշար եւ իհարկե կփորձենք նաեւ հաճելի լավ տրամադրություն փոխանցել։ Ես ուրիշ իմաստով հարցասողեցի, ասեմ, բացատրեմ, մայ ասում ես մաղթում ենք բոլորին միայն դրական լիցքեր եւ լավ տրամադրություն։ Ես ասում այլ ընտրանք ունենք թե ոչ, չունենք։ Հա, կարող ենք նստել ու տխել։ Այ օրը ինչպես պետք է սկսել։ Ուղղակի դա անիմաստ։ Դրական պետք է սկսել օրը, միանշանակ լիցքերով, այո, մենք դրական լիցքերով զինված եկել ենք ուղիղ եթերը եւ այսօր ժամուկես առավոտյան ուղիղ եթերով դες համար սիրով կաշխատեն Լուսինե Մուրադյանը եւ իհարկե Տիգրան Հարությունյանը։ Առաջարկում ենք միանալ մեզ, դիտել, լսել, գրել, մեկնաբանել, զանգահարել, ինչու ոչ 553702, իսկ թե ինչի մասին կխոսենք, այդ ամենի մասին քիչ անց արթնանում ենք սիրված երգերից մեկով ռիթմերով միացեք մեզ Kari, yare sasas gana arte, vare, gazi arte, volte se kebab. Kari, achine poglige dottige nerina harka vore, goshi, vore poglige dottige nere chemadim, goshi, achine poglige dottige nerina harka vore, goshi, vore poglige dottige nere chemadim, goshi. Yare sasas gana sare, sanzi, gazi sare, vote se kebab. Ganzi, yare sasas gana sare, sanzi, gazi sare, vote se kebab. Ganzi, achine poglige dottige nerina harka vore, goshi, vore me poglige dottige nere echemadim, goshi, achine poglige dottige nerina harka vore, goshi, vore me poglige dottige nere echemadim, goshi. Totik, ačke se veri na gerina. Totik, cevazere derina. Totik, ačke se veri na gerina. Totik, achime poglige dottige nerina harka vore. Goshi, vore me poglige dottige nere echemadim. Goshi, achime poglige dottige nerina harka vore. Goshi, vore me poglige dottige nere echemadim. Goshi, amane dottige, pachoda dottige, michki se kotige, sati se motige, shatkorotik, totik, amane dottige, pachoda dottige, michki se kotige, sati se motige, shatkorotik, totik. Սուրճ ու սեր առավոտից։ 9:34, այո, կոշիկը պետք է չմոռանալ եւ աջ եւ ձախ։ Այո, այստեղ մի կարևոր բանալի բան էլ կա։
Կոշիկը նույնը պիտի լինի, չմոռանաք տարբեր կոշիկներ չգրեք։ Այո, ես հասկացա դու ինչն ես, այսպես ակնարկում, եղել է ինձ հետ նմանատիպ ունեցել եմ երկու զույգ կոշիկ, մեկը կապույտ, չէ, երկուսն էլ կապույտ, ուղղակի թեթև տարբերությամբ են երկուսն էլ, մի անգամ այդպես եթերի եկել Տիգրանը, բայց ես դա մոռացել էի Տիգրան, անկեղծ քեզ չէի ակնարկում։ Ես մի անգամից հիշեցի։ Ընդ որում լուսանկարում եմ հայտնաբել, որ այդ օրը ես տարբեր կոշիկներ եմ գնել։ Իսկ այ Անձրևանոց վերցնել այսօր թե չվերցնել, այդ դրա մասին հիմա մենք կխոսանք։ Այս պահին իսկ ինչ ես կարծում, վերցնել արդյոք Անձրևը։ Այ սա է թե ոչ։ Ոչ։ Ինչ հաճելի է, ինչ։ Այս պահին 8 աստիճան տաքություն է մայրաքաղաք Երևանում։ Ցուրտ է բավականին, ես ասեմ։ Հատկապես եթե Հալաբյանում եք բնակվում, ձորից եկող սառը, մաքուր օդն ու քամին էլ ավելի սառն են։ Բայց մաքուր օդ է։ Չբողոքի։ Շատ, բայց ցուրտ է։ Այսօր նոյեմբերի 6-ին Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, ընդ որում այս իրավիճակը կպահպանվի եւս մի քանի օր մինչեւ նոյեմբերի 10-ը։ Հետո ինչ է լինելու։ Քամին հարավ արևմտյանը 2-ից 5 մետր վարկյան։ Արագությամբ դե հետո կապրենք կտեսնենք, արի ապրենք այսօրով եւ մաքսիմում միջև վաղը։ Այսօր նոյեմբերի 6-ն է, նոյեմբերի 6-ն է օրը 5-շաբթի։ Աստիճանաբար բարձրանալու է 4-ից 6 աստիճանով մինչև նոյեմբերի 9-ը, այո։ Դա էլ իմացանք, նույն իրավիճակը նաեւ մայրաքաղաք Երևանում է, օրվա ընթացքում սանդղակը կբարձրանա միջև 19 աստիճան։ Սա էլ իմացանք։ Հիմա մենք կփոխենք մեզ ուղեկցող ձայնը, որպեսզի այս հնչյունների ներքո չլինի։ Խոսենք ճանապարհներից։ Գնացինք ճանապարհներից խոսենք եւ հասկանանք ինչ է կատարվում առհասարակ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհների հետ։ Դրանք հիմնականում անցանելի են։ Շարունակում է Կորեայի ձորի ճանապարհը հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ մնալ, մի քիչ էլ դիմանանք, սա կատարվում է մեր ապահովության համար եւ իհարկե անդրադառնանք Ստեփանցմինդալարս ավտոճանապարհին, այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ուրա, ուրա, ուրա։ Ուրա։ Գրանք կենտրոնական բանկի պաշտոնական կայք եւ ծանոթանանք տարադրամի օրվա փոխարժեքներին։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 382 դրամ է, 1 եվրոն 439, ռուսական 1 ռուբլին 47 դրամ, վրացական 1 լարին 141 դրամ, Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրխամը 104 դրամ է։ Անփոփոխ։ Համարյա չի փոխվել, իսկ հիմա տեղափոխվենք օդային տարածքներ, մուտք կգործենք Զվարթնոց միջազգային օդանավակայանների կայք եւ տեսնենք թե ինչ չվացուցակում ինչ է տեղի ունենում։ Ժամանումների չվացուցակում տեսնում ենք, որ Բեյրութի թռիչքը 10:10-ի փոխարեն ժամանելու է 9:38-ին բարեկամներին դիմավորելու համար փոքրին շուտ պիտի գնաք, որպեսզի նրանց սպասեցնել չտակ։ Մնացած ժամանումները կարծես թե ամբողջությամբ ժամանակին են տեղի ունենալու, փոփոխություն չկա։ Տեղափոխվենք նաև մեկնումներից չվացուցակ եւ տեսնենք, որ ամեն ինչ ժամանակին է տեղի ունենալու, բան չի փոխվել եւ կարգ ու կանոնը պահպանվում է, այսպես ասած, եւ այո, ամեն ինչ ժամանակին է մեր օդանավակայանում։ Հիմա ես կարծում եմ, որ պիտի տեղափոխվենք ներքև օդային տարածքներից եւ հասկանանք մայրաքաղաքում ինչ է կատարվում։ 6 բալ է։ Այո, սովորաբար այս ժամերին 7 բալ է, բայց այսօր փաստորեն մի քիչ երևի կարգապահ են վարել մեքենաները, վարորդները։ Ինչ լավ է, որ մեզ լսում են եւ մեր փնփնթոցների հավեսը չունեն։ Եթե դա լիներ այդպես, շատ ուրախ կլինեի, Երանի չէ։ Առավոտյան, երբ սկսում էինք պատրաստվել եթերին, կար մեկ վթար։ Հիմա տեսնեմ այդ վթարը կա, թե ոչ։ Մեկ այլ վթար է հայտնվել Միասնիկյան Պողոտա իջնող հատվածում, կարծես թե կենթանաբանական այգուց մի քիչ կողք է խոսքով։ Չհասած կենթանաբանական այգի իջնող հատվածում Միասնիկյան Պողոտայում ունենք ավտովթար։ Բայց այսօր կարմիր գծերն այդքան էլ շատ չեն եւ մենք շատ քիչ տեղերում ենք տեսնում շատ մուգ կարմիրներ, այստեղ Սարալանջի հատվածը իջնող բնականաբար ծանրաբեռնված պետք է լինի։ Աբովյան փողոցը, Նալբանդյան փողոցը։ Բարձրացողն էի դեպի չէ, միակողմանի է Աբովյանը։ Չէ, դու ճիշտ ես։ Դու ճիշտ ես։ Հա, այստեղ Մոսկովյանից հետո արդեն բարձրացող կա, այդ հատվածը երիտասարդական մետրոյի այդ փոքրիկ հատվածը ծանրաբեռնված է։ Կորյուն փողոցը երկկողմանի ծանրաբեռնված է, բժշկական համալսարանի տարածքի մասին է խոսքը։ Եվ բավականին թեթև է համեմատությամբ, եթե դիտարկենք։ Սայատնովան։
Ինձ թվում է ցուրտ է, մարդիկ չեն դուրս գալիս տանից, ուզում են տաքո կանգողիններում մնալ։ Մի քիչ էլ մնանք այսպես։ Մի քիչ էլ տանը մնանք եւ առհասարակ մենք գիտենք, որ երբ սրտերն ընկնում են, մարդիկ փորձում են իրենց տաքո կանգունները չլքել եւ ավելի ընտանեկան ջերմ մթնոլորտում են նախընտրում անցկացնել թե առավոտները, թե երեկոները։ Մենք սպասում ենք ձեր ողջույններին մեկնաբանության տեսքով arabradio.am կայքում գործարկված է լայվը եւ Facebook-յան ավանդական տարբերակով եւս ունենք լայվ։ Եվ իհարկե TikTok-յան հարթակում մեր անձնական էջերով եւս գործարկված է լայվը երկու պատուհան սկզբունքով, այնտեղ եւս ակտիվ են օգտատերերը, որոնք մեզ դիտում են։ Մենք կառաջարկենք նաեւ նրանց տեղափոխվել arabradio.am կայք եւ այնտեղով մեզ դիտել, այսինքն տեսնել ամբողջական լիարժեք եթերը։ Այո, քիչ անց կպարզենք թե ինչ օր առասարակ նոյեմբերի 6-ը կբացենք ցույցը։ I didn't think you'd understand me. How could you ever even try? I don't wanna tiptoe, but I don't wanna hide. But I don't wanna feed this monstrous fire. Just wanna let this story die. And I'll be alright. We can't be friends, but I'd like to just pretend. You cling to your papers and pens. Wait until you like me again. Wait for your love, my love. I'll wait for your love. Me and my truth, we sit in silence. Baby girl, it's just me and you. 'Cause I don't wanna argue, but I don't wanna bite my tongue. Yeah, I think I'd rather die. You got me misunderstood, but at least I look this good. We can't be friends, but I'd like to just pretend. You cling to your papers and pens. Wait until you like me again. Wait for your love, my love. I'll wait for your love. I'll wait for your love, my love. I'll wait for your love. I know that you made me. I don't like how you paint me, yet I'm still here hanging. Know what you made me. It's something like a daydream, but I feel so seen in the night. Something now, it's only me. And maybe that's all I need. We can't be friends, but I'd like to just pretend. You cling to your papers and pens. Wait until you like me again. Wait for your love, my love. I'll wait for your love. I'll wait for your love, my love. I'll wait for your love. Իննանց է 43 կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր այս պայն լսում եւ դիտում են հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ հարգելի ռադիո լսողներ եւ իհարկե շարունակում ենք մաղթել լավ տրամադրություն, կոչ անել միասին խմել մեկ բաժակ սուրճը։ Մենք վայելում ենք մեր մեծ բաժակով համեղագույն սուրճը, որը մեզ առույգացնում է եւ իհարկե այդ առույգությունը փորձում ենք նաեւ փոխանցել ձեզ հարգելի ռադիո լսողներ։
Դե իսկ այս պայն ժամանակն է բացելու օրվա օրացույցը, տեսնենք թե ինչ իրադարձություններ են գրանցվել տարիներ առաջ այսօրը։ Այդքան էլ հարուստ չէ այսօրվա օրացույցը, բայց ելի կտեղափոխվենք Միացյալ Նահանգներ եւ երկու իրադարձության մասին կխոսենք, անցյալ եթերին էլ էինք խոսում այս թեմայով։ Նախագահները մեզանից անպակաս են։ 1860 թվականի հենց այսօրն է Միացյալ Նահանգների 16-րդ նախագահը ընտրվել, հանրապետական Աբրահամ Լինքոլնը։ Իսկ 2012-ին Բարակ Օբաման երկրորդ անգամ է ընտրվել Միացյալ Նահանգների նախագահ։ Բայց էլի ունենք հետաքրքիր տեղեկություններ, այո։ Հետաքրքիր օրվա հոբելարներ ունենք, իդեպ ասեմ։ Արի ասենք, որ այ մարզաշխարից ունենք շատ հայտնի հոբելար, կանադացի սպորտի մարզիչ բասկետբոլի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը ծնվել է 1861 թվականին։ Հենց նա է փաստորեն ստեղծել բասկետբոլը։ Թենիսի սիրահարները վստահ եմ նաև կճանաչեն սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչին, նա ծնվել է 1987 թվականի հենց այսօրը։ Եվ կարծում եմ այսքանով տեղափոխվենք իրադարձային մեկ այլ աշխարհ, այսօր հետաքրքիր մասնագիտական տոն կա հարգելի ռադիոլսողներ, այդ մասնագիտությունը համեմատաբար նոր մասնագիտություն է եւ շատ արագ ներխուժեց մեր կյանք, կարող ենք այդպես ասել։ Շատ նորաձև է, շատ տրենդային, բայց կարևոր մասնագիտություն է եւ եթե դու լավ ես տիրապետում այդ մասնագիտությանը, ապա կարծում ենք, որ շատ գումար կաշխատես եւ կլինես շատ պահանջված։ Ես վստահ եմ ձեր շրջապատում ունեք ընկերներ, ովքեր project manager են։ Այո, project manager։ Պաստորեն նոյեմբերի առաջին 5 շաբթի նշվում է որպես պրոյեկտ մենեջերի օր։ Այսինքն ամեն տարի նոյեմբերի առաջին 5 շաբթին է պրոյեկտ մենեջերի օրը, այսպես կարող ենք ղեկավարի, հա, նախագծերի ղեկավարի օր։ Եթե հայերեն բառացի թարգմանենք, այն կարծես թե 2004 թվականից է մուտք գործել մեր իրականություն։ Բայց արի բացատրենք ովքեր են պրոյեկտ մենեջերները, որպեսզի պարզ լինի մարդկանց համար։ Դե այն մասնագետներն են, որոնք զբաղվում են նախագծերի պլանավորմամբ, համակարգմամբ եւ իրականացմամբ, փաստացի ստացվում է, որ այդ նախագծերի ամբողջական ընթացքը մեծապես կախված է հենց նրանցից, թե ինչպես կպլանավորեն, կհամակարգեն, միջև արդյունքի հանձնման պահը։ Ընթացքը, այո, ամբողջությամբ իրենցն է եւ կարող ենք ասել համակարգող չէ, այլ նախագծի ղեկավար, այսպես կարելի է։ Նրանք նաեւ պլանավորում են եւ այսպես բյուջետն են հաշվարկում, ռիսկերն են կառավարում, թիմի աշխատանքների համակարգումն են իրականացնում, ել ինչ են անում, հաղորդակցություն եւ ավարտման պահը մինչեւ վերջ նրանցն է, այո։ Շատ լավ գործ է, պատասխանատու, բայց ես կարծում եմ, որ միայն կրթությունը համապատասխան մասնագիտության համար բավարար չէ, այստեղ պետք է նաեւ խառնվածքային որոշակի հմտություններ, մարդը պիտի նաեւ բնույթով այդպեսին լինի, որպեսզի կարողանա հստակ կառավարել այդ ամբողջ ընթացքը, որովհետեւ յուրաքանչյուր նախագիծ մի մեծ գործարան կարող ենք համարել, որ պիտի կարողանաս, այո, այսպես կատարել։ Տոնը հաստատվել է 2004 թվականին, այո։ Ֆրենկ Սալադիսն է նախաձեռնել Project Management ինստիտուտի կողմից։ Ահա, այնպես որ սա էլ իմացանք, շնորհավորում ենք բոլոր նախագծի ղեկավարներին, հա։ Իդեպ տոնի նպատակը շնորհակալություն հայտնելն է նախագծի ղեկավարներին, նրանց կարևոր եւ պատասխանատու աշխատանքի համար, ընդգծել նախագծերի կառավարման դերը կազմակերպությունների հաջողության մեջ եւ խթանել մասնագիտական աճն ու գիտելիքների փոխանակումը այդ ոլորտում։ Շատ հետաքրքիր բան ստացվեց։ Հիմա մեր հաղորդման մեջ մենք ունենք project manager։ Մենք ռուսերեն պիտի ասեմ, սամ սիբե ռեժիսոր եւ մարդ օրկեստր տարբերակը եւս շատ կարեւոր է այս պարագայում։ Մեզ մոտ դեմոկրատիա է, Տիգրան ջան, բոլորս իրար հետ ենք աշխատում։ Յուրաքանչյուրս մեր համակարգչի project manager-ն ենք։ Ինչ վատ է, որ։ Կյանքը անցնում է արագ, միշտ ապիր դու ժամանակ, որ չանցնի զուր օրը մեր, չկորցնենք ուրախ պահեր։ Կյանքը անցնում է արագ, միշտ ապիր դու ժամանակ, որ չանցնի զուր օրը մեր, չկորցնենք ուրախ պահեր։ Պահ, 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 մի
Սուրճ ու սեր առավոտից։ 9:51 կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր այս պահին լսում եւ դիտում են մեզ։ Այո, հարգելի ռադիոլսողներ, եւս մեկ անգամ բարի լույս, ողջույններ, կարծում եմ ձեր աշխատավայր, եթե արդեն հաջողվել է ձեզ հասնել եւ դուք չեք ուշացել, ապա ձեր մեկ բաժակ սուրճը կամ թեյն արդեն պատրաստ է, լսում եք մեզ, բայց այնպես արեք, որպեսզի հանկարծ ձեր ղեկավարները չզայրանան ձեզ վրա, թեպետ մենք գիտենք բազմաթիվ մեծ այսպես աշխատավայրեր, դրանք կարող են լինել կարի ֆաբրիկաներ, գործարաններ, որ բարձր միացված է հենց հանրային ռադիոն, եւ եթե դուք հենց հիմա մեզ լսում եք ձեր աշխատավայրում, ապա ջերմագին ողջույններ ձեզ։ Մենք ուրախ ենք, որ ձեր աշխատանքային օրը անցկացնում եք մեզ հետ միասին, կփորձենք դրական լիցքեր փոխանցել, որպեսզի ձեր աշխատունակությունն էլ ավելի բարձրանա։ Այս պահին բացառիկ առաջարկ նրանց համար, ովքեր մեզ լսում են աշխատավայրում։ Հենց հիմա 55:37 զանգարում եք եւ փոխանցում ողջույններ, մենք էլ ողջունում ենք ձեր կոլեկտիվին, ձեր աշխատավայրին, կարող եք նույնիսկ ասել թե անունը հնչեցնել։ Բացառիկ հնարավորություն։ Ես նաեւ եւս մեկ առաջարկ ունեմ, եթե դուք հիմա տրանսպորտի մեջ եք եւ մեզ եք լսում, ապա հենց այնտեղից զանգահարեք, մենք եւս ձեզ կողջունենք։ Իսկ եթե խցանման մեջ եք, թեպետ այսօր խցանումներն այդքան շատ չեն, մի նյարդայնացեք, պահը օգտագործեք մեզ հետ կապ հաստատելու համար։ 55:3702 մեր հեռախոսահամարն է, մենք հատուկ պարբերաբար շեշտում ենք, որովհետեւ դժգոհություններ կային, որ քիչ ենք ասում։ Եվ իհարկե arm.radio.am կայք եք մուտք գործում, եւ Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջի լայվը եւս գործարկված է։ Բայց կոլեկտիվի առաջարկ ուժի մեջ է, զանգարեք հենց այս պահին, լինի դա նախարարություն, թե մեկ այլ հիմնարկություն կամ մասնավոր ընկերություն, զանգահարեք եւ մեծ սիրով կողջունենք։ Անսպասելի ողջույններ ուղարկեք ձեր գործընկերներին, թող իրենք էլ զարմանան եւ իրենց համար անակնկալ լինի։ Ես իհարկե լիահույս եմ, որ կգտնվի մեկը, որը կզանգարի եւ սիրո խոստովանություն կանի գործընկերոջը։ Իսկ ինչու ոչ, վաղ առավոտյան ահա այսպեսի հրաշալի հնարավորություն ունեք, հարգելի ռադիոլսողներ, եւ առիթը բաց մի թողեք։ Առաջարկը գործում է առաջիկա րոպեների համար, ասեմ ձեզ, մինչև ժամը 10-ը։ Շտապեք, երկար մի մտածեք։ Ահա, մեզ հուշում են այդտեղից 6 րոպե ժամանակ ունեք։ Հասցրեցիք, չէ, ուրեմն չէ։ Այնպես որ երկար որ մտածեք, կասեք, վայ, չէ, ամոթ է, վայ, անհարմար է, մի մտածեք, վերցրեք հեռախոսը ու զանգահարեք մեզ։ Մենք ամեն ինչ ձեզ կօգնենք, որպեսզի ձեր սիրո խոստովանությունը լինի գեղեցիկ։ Դե ինչ, մենք եւս մեկ կատարում կհասցնենք լսել մինչ եթերաժամի ավարտը, որից հետո արդեն կողջունենք լրատվական ծառայության մեր գործընկերոջը։ Vačerov աղջի la 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 Քաղցր vačerov աղջի la 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 Ողջ աշխարհը մանեգա քեզ պես աղջիկ չտեսա Ես վինո չարմի տղա իմ սրտի հետ մի խաղա Արի բացեր տանդուրը Կանաչ կարմիր է la 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 Բոյը դալար բարդի է la 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 Ախ ես քեզ ոչ սիրեմ գարնան արևես իմ յար Ես իրա հարբատանի քեզ բերել եմ մատանի Արի բացեր տանդուրը ասա 55:37 եւ հենց այս պահին տեսնենք թե ով է մեզ միացել։ Լավ։ Առանց զանգի կոճակը ստեղծելու, ասենք բարի լույս։ Բարի լույս Տիգրան, բարի լույս Լուսինե։ Բարև ձեզ, Տիկին Անահիտ։ Ուզում եմ մի օգտվել հնարավորությունից։ Այո։
Ես երկու հիմնարկ, այսպես ասենք, կոմունիստական բառերով ասացի, հիմնարկներով շատ եմ լինում եւ նրանց համարում եմ իմ ընկերները եւ իմ գործընկերները, ուստի օգտվեմ ձեր առաջարկած հնարավորությունից։ Այո։ Նախ թույլ տվեք ողջունել Արտաշատ խոշորացված համայնքի ամբողջ կոլեկտիվին, համայնքապետ Կարլեն Մկրտչյանին, մենք նրան շատ սիրում ենք, ցանկացած համայնքապետ երազի այսպիսի համայնքապետ ունենա եւ սրտում եմ ողջունել Արտաշատի միասնական սոցիալական ծառայության բոլոր աշխատակիցներին պարոն Սեդրակ Սարգսյանի գլխավորությամբ գործի բերումով շատ եմ լինում, սիրելիներ, ուստի որոշեցի օգտվել ձեր ընձեռած հնարավորությունից եւ ապրեք Շատ էլ ճիշտ արեցիք։ շատ շնորհակալություն հնարավորության համար եւ մաղթել բոլորիս լավ օր, բարի լույս Հայաստան։ Ահա, շնորհակալություն Տիկին Անահիտ, տեսնում ես ինչ լավ է։ Փաստորեն հաջողված է, շատ լավ է, որ համայնքապետը սիրված է, կատարում է իր Արի շատ արագ աշխատանքը ողջունեք մեր սիրելի Հասմիկ Մարտիրոսյանին, Ողջույն, միացել է մեզ։ Հասմիկի բախտը բերեց, փաստորեն, մենք զրուցում ենք ռադիոլսողի հետ։ Ես սիրով լսեցի, բարի լույս։ Բարի լույս։ Այ որ ասում ենք շուտ արի, այդ դրա համար ենք Տեսնում ասում։ ես ինչ լավ է, որ շուտ ես գալիս Հասմիկ ջան։ Տրամադրությունը լավ է, Ինչպես իսկ միշտ։ շատ լավ է։ Այո։ Մենք չենք փչացնում։ Օգնում է այն հանգամանքը, որ թեպետ լարված եւ մշտապես աշխատանքի մեջ եք, այդուհանդերձ կարողանում եք վարքյաններ գտնել եւ միմյանց ջերմություն փոխանցել Իհարկե, գործընկերներով։ լավ տրամադրությունը միշտ ուղեկցում է մեզ։ Դա մեր աշխատանքի գրավականն է։ Սա Ասենք դու երբևէ նախագիծ ղեկավարել ես, որևէ պրոյեկտի մենեջեր եղել ես։ Այսօր նրանց Մասամբ։ մասնագիտական տոնն է։ Եղել ես բան։ Մասամբ, ոչ ամբողջական։ Երևի լավ չեմ վարձատրել, դրա համար մասամբ ես ստացել։ Ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի եւ կարծում եմ, որ Հասմիկը իր տեղում է։ Այո։ Եվ հիմա Շնորհակալություն։ րոպեներանց Եվ Հասմիկն է իր տեղում, եւ մենք ենք մեր տեղում, եւ Գովազդն է իր տեղում, այս բան կարճատև Գովազդ, որից հետո խոսքը արդեն Հասմիկին։ Չեմ։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախամարոտ։ Ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով հասել է Հայաստան։ Վիզաների ազատականացումը կարևոր փուլ է մտնում, Եվրամիությունը Հայաստանին գործողությունների ծրագիր է հանձնել։ Հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի զինված ուժերի հետախույզի մասնագիտական տոնը։ Թեմաները ընդգրկում վարքյաններ անց։ Եվ այսպես ռուսական ցորենով բեռնված գնացքը 15 վագոն ժամանել է Հայաստան, անցնելով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով, հայտնում է Հայաստանի վարչապետի աշխատակազմը եւ տեղեկացնում դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման եւ տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։ Այն հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը, նպաստելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը, ասված է հայտարարությունում, եւ ընդգծվում է, որ նախաձեռնությունը առանձնապես կարևոր է նաեւ փոխվստահության ամրապնդման եւ խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։ Լոռու մարզի այրում կայարանում է գիշերը եղել նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անձամբ է դիմավորել Ադրբեջանից Վրաստան այնտեղից Հայաստան հասած ցորենով բեռնված վագոնները եւ նախարարը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, ըստ էության կարելի է ասել, այս երթուղին արդեն գործարկված է։
Հարավային Կովկասի տարածաշրջանում իրադրությունը բարելավման միտում ունի խաղաղության գործընթացի առաջմղման համար կարևոր է վերսկսել 3 գումարած 3 հարթակի խորհրդատվական տարածաշրջանային խմբի աշխատանքը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա ընդգծել է, որ մեծ նշանակություն ունի տարածաշրջանում տրանսպորտի եւ հաղորդակցության ապաշրջափակումը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։ Միացյալ Նահանգները չի ունենալու վերահսկողություն Հայաստանի տարածքում թրիփ նախագծի շրջանակում վերագործարկվող ենթակառուցվածքների նկատմամբ։ Երեկ այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարի խոսքով նախատեսվում է ստեղծել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, որը կզբաղվի երկաթուղու կառուցմամբ եւ առօրյա կառավարմամբ, սակայն դա չի նշանակում ամերիկյան վերահսկողություն։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը լիարժեքորեն ապահովված եւ այդ դրույթը ամրագրված է ստորագրված փաստաթղթերում։ Հայաստանը միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու քննարկում կամ որոշում չունի։ Լրագրողների հետ զրույցում երեկ ասել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը եւ ընդգծել մեջբերում. ոչ իմ նախորդի, ոչ էլ իմ օրոք որևէ հայց հետ չի վերցվել եւ նման քննարկում չկա։ Ես բոլոր դատական վեճերում ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, լինի դա միջպետական վեճ Ադրբեջանի հետ, արբիտրաժային գործ կամ մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործընթաց, մեջբերման ավարտը։ Լրագրողի դիտարկմանը, որ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրում կա կետ, որով կողմերը պարտավորվում են համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հետ վերցնել միմյանց դեմ հայցերը միջազգային դատական ատյաններից, Անդրեասյանն ասել է, որ ինքը նման որոշում չի տեսել։ Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհանես Լուխները հայկական կողմին է փոխանցել Հայաստան Եվրամիություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Սարգսյանն ասել է, որ վիզաների ազատականացումը Հայաստան Եվրամիություն գործընկերության կարևոր փուլ է ուղղված վստահության եւ Եվրամիության հետ համագործակցության ամրապնդմանը։ Ընդգծել է, Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության եւ հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները։ Եվրամիության ներկայացուցիչն էլ բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը։ Արփինե Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հանձնառու է իրականացնելու բարեփոխումները, նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ եւ դյուրին ճամփորդելու հնարավորություններ դեպի եվրոպական միություն։ Եվ լրահոսի վերջին լուրը 2026 թվականից առողջապահական համընդհանուր ապահովագրական համակարգի շահառու համարվող 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները ապահովագրության վճարների հետ կապված էական բեռ չեն զգա, իրականացվեն տարբեր վերաբաշխումներ։ Այս մասին վստահեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Տեղեկացնենք, որ 3 աշխատանքային քննարկում է եղել։ 2026 թվականից առողջապահության ընդհանուր ապահովագրության համակարգի շահառու են դառնալու նաև 200,000 դրամ եւ ավելի բարձր աշխատավարձ ստացող անձինք եւ ի տարբերություն մյուս խմբերի մինչեւ 18 տարեկանների 65 տարեկանից բարձր անձանց ու հաշմանդամություն ունեցող անձանց ապահովագրության վճարները այս քաղաքացիները իրենք են կատարելու նախարարն ասել է ապահովագրության համար ամսական վճարի չափը ստացվում է 11,000 դրամ վարչապետն էլ տեղեկացրել է տարբեր վերաբաշխումների արդյունքում քաղաքացիները այդ ծախսը չեն տեսնելու եւ չեն զգալու։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվությանը այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ arm.radio.am ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։
drive me one, just drive me yummy, yummy, just drive me don't stand there like a dummy. My head is spinning, I'm beginning to sing and dance. My mama melody, give me a chance. Սուրճ ու սեր առավոտից։ 10:09 րոպե։ Սիրով ենք ասում բարի լույս բոլորին, ովքեր շարունակում են լսել հանրայինի առաջին ալիքը։ Ոչ միայն լսել, այլև դիտել եւ մեր համբույրներն էինք ուղարկում ձեզ երկի միջոցով, ինչու ոչ նաեւ այսպես օթային համբույրների տարբերակով։ Ջերմ ողջույններ ձեզ եւս մեկ անգամ հարգելի ռադիո լսողներ։ Առաջարկում ենք շարունակել մնալ մեզ հետ, որովհետև հետաքրքիր իրադարձությունների մասին ենք ձեզ պատմելու ու կարծում ենք շատերիդ կհետաքրքրի եւ դուք էլ կդառնաք դրանց անմիջական մասնակիցը։ Կհետաքրքրի եւ ծնողներին, եւ երեխաներին։ Այո, երկու հետաքրքիր միջոցառումներ ենք տարբեր ներկայացնելու։ Առաջին միջոցառումը հատկապես կհետաքրքրի փոքրիկներին, բայց միևնույն ժամանակ կազմակերպիչները չեն մոռացել նաեւ մեծիկների մասին, ծնողների մասին է խոսքը։ Փոքրիկ անոնս անենք, նոյեմբերի 15-ին տեղի կունենա Ռոբոտոն 2025-ը, այն խոստանում է լինել միջոցառում լի ռոբոտներով բնականաբար, տեխնոլոգիաներով եւ ինտերակտիվ ժամանցով։ Այո, հետաքրքիր միջոցառման մանրամասներ կներկայացնեն մեր հյուրերը Mind Center-ի հիմնադիր տնօրեն Անի Խաչատրյանը եւ Mind Center հիմնադրամի փոխտնօրեն Մարիամ Գյուրջյանը, իրենք երկուսն էլ ռոբոտոնի կազմակերպիչներն են։ Առանց ռոբոտների են եկել տաղավար։ Ուր են ձեր ռոբոտները։ Թողել ենք, որ պատրաստվեն նոյեմբերի 15-ին կանալիք միջոցառմանը։ Իսկ չարաճճ են այդ ռոբոտները, թե լսում են խելոք դեռ։ Մենք ինչպես կամենանք, մենք ենք ծրագրավորում, մենք ենք որոշում ռոբոտների ինչ անեն, այնպես որ դեռևս մեր դիրապետության տակ են։ Ինչ պատմություն ունի ռոբոտոնը առհասարակ։ Տիգրան ջան, առաջին անգամ են կազմակերպում միջոցառումը։ Նոր է կերտվում նրանց պատմությունը։ Չնայած որ գործունեությունը արդեն 8 տարի է։ Եկեք կերտենք պատմությունը։ Այո, եւ իմաստը միջոցառման, որպեսզի շատ երեխաներ ու ծնողներ ծանոթանան արդի կրթությանը, կարողանան հասկանալ, թե ինչ է ռոբոտաշինություն, ինչի համար է պետք փոքր տարիքից սկսել, ապագան ինչ տենդենսներով է գնում եւ ինչպես նշեցիք, ինչպես խելացի ծրագրավորենք, որպեսզի մենք ազատվենք ավելի ընթացիկ կրկնվող գործընթացներից եւ մեր կյանքը դառնա ավելի հետաքրքիր, ավելի ստեղծագործ եւ մնացած կրկնվող գործողությունները թողենք ռոբոտներին։ Շատ տրենդային է, բազմաթիվ ծնողներ հիմա ամեն երրորդը թե հինգերորդ ասում է երեխայիս տանում եմ ռոբոտաշինության խմբակ։ Այո, հիմա բոլորի նորաձև է դարձել, կարող ենք այդպես ասել, բայց հուսամ նաև կկարողանաք ճիշտ գիտելիք ստանալու շնորհիվ ուղեղը շարունակել օգտագործել։ Այսինքն շարունակել մտածել, ոչ թե հույսներս դնենք ռոբոտների եւ արհեստական բանականության վրա, կարծում եմ նաև այս հետաքրքիր, չգիտեմ, փառատոնը, տոնը նաև կբերի դրան, որ նրանք մեր չեն եկել մեր փոխարեն գործանելու, այլ եկել են մեզ ուղղակի օգնելու։ Այո, հենց պանելային քննարկում ենք նախատեսել մեծերի, այսպես ասած, ծնողների համար, որպեսզի կարողանան հասկանալ եւ գիտակցել, թե ուր է գնում կրթությունը ապագայում եւ AI-ը ինչ է փոխելու մեր կրթական համակարգում եւ մենք այո, պետք է միշտ մնանք մտածող, քանի որ STEM կրթություն է ռոբոտաշինությունը, այդտեղ կա եւ գիտություն, եւ տեխնոլոգիաներ, ինժեներություն, մաթեմատիկա, եւ կրթական, երբ որ երեխաները սովորում են ռոբոտաշինության միջոցով, այդ 4 ճյուղերը միաժամանակ սովորում են ու կարողանում են տրամաբանել եւ նույն գործընթացը կազմակերպել ավելի օպտիմալ եւ հեշտ տարբերակով, հա։ Դա բնականաբար բոլոր ժամանակներում ակտուալ է բոլոր մասնագիտությունների մեջ։ Այո, եւ երբ մի նորամուծություն է ի հայտ գալիս, բոլորը սարսափում են, ասում են վերջ, ամեն ինչ ավարտված է, արի ուտես, որ ուղղակի մեկ այլ հարթություն ենք տեղափոխվում։ Մարիամ, երեխաները ինչպես են ընկալում այս ժամանակակից տեխնոլոգիաները եւ մեծահասակները ինչպես են ընկալում։ Ես վստահ եմ, որ տարբերությունները շատ են, որովհետեւ այս սերունդը հենց այս սերունդն է, ինքն իր տեղում է, իր չգիտեմ, ինֆորմացիոն դաշտում, բայց մենք ծնողներս մի տեսակ չենք հասկանում, այս ինչ է կատարվում, մեզ համար մի քիչ խորթ է։ Իրականում երեխաները ավելի շատ լավ են ընկալում, հա, շատ լավ ստացվում է իրենց մոտ։ Նաև այս ռոբոտոնի նպատակներից մեկն էլ այն է, որ տեղում երեխաները կփորձարկեն, կծրագրավորեն ռոբոտների, ծնողներին ցույց կտան, այսինքն ծնողների համար մի քիչ ավելի բարդ է այդ ամեն ինչ ընկալել, տեղում իրանք հնարավորություն կունենան
Այս ամենը տեսնելու թե իրանց երեխաները ինչով են զբաղվում։ Այս անգամ այո։ Երեխաներ ասելով տարիքային որ սեգմենտը նկատի ունեք։ 6-ից 15 տարեկան։ 6-ից 15։ Ուր են գալու եւ ինչ են անելու։ Մենք նշեցինք նոյեմբերի 15-ին արդեն։ Գալու են Synergy բիզնես կենտրոն, IT շատ գեղեցիկ ուղղվածության կենտրոն, ժամանակակից, այո, շատ հարմարավետ, կունենանք էքսպո հատված, որտեղ անձամբ կփորձարկեն, կծրագրավորեն, ռոբոտաշինության մի քանի ճյուղեր ներկայացված կլինեն, երեխաները կխաղան, քուեսներ են լինելու, քուիզներ են լինելու, նաև նոր ինտելեկտուալ սեղանի խաղ է, այո, շնորհանդեսն է այսպես կազմակերպվելու, այո, եւ ծնողներն էլ կմասնակցեն պանելային քննարկումների, նաև կունենան ծնող երեխա հետաքրքիր հատված։ Կարևոր մի բան նշենք, մուտքն ազատ է։ Այո, մուտքն անվճար է, հենց նպատակը 10-30-ից համեցեք։ Այո, գրանցումներ սկսվում են։ Գրանցումներ նախապես, այո։ Խնդրում եմ ասեք ինչ հարթակներով պետք է գրանցվեն։ Instagram-յան edge-ով Roboton by Mind Center կամ հենց Mind Center, Mind Center-ի edge-ով Roboton-ի հատվածում, այո։ Պարտադիր են գրանցումները, այո, որպեսզի հստակ իմանաք ովքեր են գալիս, կարողանաք թիրախային լինի համ, այո, հատկապես նվերներ են նախատեսված մեր գործընկերների բոլորը սովորաբար այդ գրանցման process-ը ունեք ես չեմ սիրում, որովհետեւ expo երբ գնում եմ սկսում են քեզ կոշիկի էսպես, հա, չափից սկսած գրանցել, մատնահետ քիչ եմ ունվերցնել եւ արդեն նյարդենալու ես ուզում ես պատտվել եւ հետ գնալ։ Չկա, չէ, կոշիկի չափը։ Չէ, միայն անունազգան հեռախոսը։ Դա ոչինչ։ Լավ, եթե ավելի լուրջ հասկանանք ի սկզբանե այդ ինչ նպատակ է դրել կազմակերպիչների առջև, որպեսզի այս ռոբոտոն իրականություն դառնա, նպատակը որն է հիմնականում։ Նպատակը ծնողների եւ երեխաների գիտակցական հասկանալն է ռոբոտաշինության դերը, կարեւորությունը եւ ընդհանրապես ինչ է ռոբոտաշինությունը, որովհետեւ թյուր ընկալումներ կա թե ծնողների մոտ, հատկապես ծնողների մոտ, երբ որ գալիս են երեխաներ ունակ դասերի, ծնողները պատկերացնում են, որ երեխան պիտի սարքի մեծ մարդանման ռոբոտ ու մի դասում, որը գալիս են ասում են Lego են էլի հավաքում։ Այս արտահայտությունը շատ է լսել։ Բայց իրականում այո Lego հավաքելը այդտեղ զարգանում է կառուցողական մտածելակերպ, մատորիկան եւ բացի դա կարեւոր չի թե ինչ նյութով են կազմակերպում դասընթացը, հա, կարևորը լոգիկայի եւ տրամաբանության հասկանալն է։ Եվ այսօր Lego-ով է, վաղը արդեն կոնկրետ արտադրական կարող process-ներ լինի կամ գիտական ուղղվածությունների մեջ ուղղակի դրանք գործիքներ են, որոնցով ավելի հեշտ հասկանալ։ Հիմա հարց ունեմ։ Հիմա ես ու Տիգրանը որ որոշենք գանք ձեր դասերին, թույլ կտաք թե տարիքային սահմանափակում կա, որովհետեւ այդ Lego հավաքել այդքան էլ հեշտ բան չի։ Բավականին բարդ է այդ փոքր դետալները ճիշտ տեղում դնել, հաշվարկներ անել։ Ասեք, մեզ իրականում կարող եք Lego հավաքելը, այսպես ասեմ։ Մենակ Lego-ից փոխեք։ Մինչև 99+ կարող են այցելել Lego հավաքելու։ Այնպես որ մենք ունենք նաև Lego-ի ժամեր, կարող եք։ Քանի երեխա միաժամանակ կարող եք հյուրընկալել, մարդիկ գան, չմնան ոտքի վրա, ասեն այդտեղ չկա, պետք է հերթ կանգնեք, սպասեք։ Դուք եկեք մենք բոլորին կտեղավորենք։ Չէ, մեզ համար չեմ ասում, ընդհանուր այ միջոցառման ժամանակ։ Նախատեսում են 400-ից 500 հյուրեր։ Օ, դեռ հանգիստ կարող են։ Բայց բավականին շատ հյուրեր եք նախատեսել։ Ու արդեն բավականին գրանցումներ ունենք, ինչ որ մի հատվածում փակվելու են գրանցումները, որտեղ Տիգրան ջան, այսօր պետք է գրանցվենք, որքան էլ որ սրտովդ չեն այդ գրանցումները, ասել են կոշիկի համար չեն արցնելու։ Եվ շատ կարևոր մի բան, երեխաները, քանի որ այնպես չի, որ մեր հանրակրթական դպրոցներում շատ են ռոբոտաշինություն կամ արհեստական բանականության հետ կապված կամ առհասարակ այդ ոլորտին առնչվող մասնագիտական դասերը, սրանք կարծես այդ բացի լրացնող ընկերություններ են, հա տարատեսակ ոչ միայն ձերը, որոնք օգնում են երեխաներին փոքր տարիքից արդեն առնչվել ու ճիշտ մակարդակով, որովհետև մենք անակնկալի եկավ մեր սերունդը, երբ սոցիալական հարթակները միանգամից ակտիվացան, դրա համար բազմաթիվ օգտատերեր պարզապես մեդիագրագետ չեն եւ չեն տիրապետում ճիշտը սխալից ու ճիշտ վարվեցողությունից։ Այս պարագայում կարող ենք ասել, որ նման տոները, նման կրթությունը տալիս է հիմնարար գիտելիք, որ հետո արդեն երբ ավելի մեծանան, ավելի բավարար գիտելիքներով եւ գրագետ մոտենան այս ցանկացած խնդրին եւ չբախվենք այն հարցին, որ այլևս չենք մտածում, ուղղակի սպառողական հասարակություն ենք դարձել։ Այս համար շատ կարեւոր է, որ երեխաները լինեն ստեղծող, ստեղծարար, եթե իրենք խաղ են խաղում, օրինակ ավելի լավ է, որ իրենք ստեղծեն այդ խաղը, հա, եւ
ցանկացած գործիք կարելի է օգտագործել ի նպաստ եւ ի վնաս։ Նույն կրակով կարելի է տաքանալ եւ կարելի է վառվել։ Եթե ճիշտ ենք օգտագործում գործիքը, ունենք այդ հմտությունները, կարողանում ենք ճիշտ ուղղություն տալ, ապա դա ի նպաստ մեզ է եւ խոսնակներից մեկը խոսում էր դրա մասին, որ գուցե մենք ենք վերցրել ռոբոտների գործը եւ անդադ նույն կրկնվող գործողությունները անում ենք։ Մենք ինչի այդ գործողությունները անենք, եթե կարող ենք ավելի կարևոր գործերով զբաղվել։ Շահագործում ենք, հետո ռոբոտները մեզնից աշխատավարձ են ասելու։ Բացի դա համակարգիչները հիմա ոչ մեկին չէ զարմացնի, չէ, համակարգչային գրագիտությամբ 20 տարի առաջ չէին կարողանում համակարգիչներից օգտվել եւ ի նպաստ է, ինչու ոչ։ Արհեստական բանականության ներգրավվածությունը ինչ տոկոս է կազմելու ձեր միջոցառման եւ ունեք հրավիրել մասնագետներ հենց այդ ոլորտից։ Պանելային քննարկումը նաեւ ներառում է նման մաս, մնացածը արդեն տեղում համեցեք միջոցառմանը, շատ փակագծեր չբացեն։ Հատուկ են անում, որ մենք կիսատ են։ Եկեք հիշեցնենք նոյեմբերի 15-ին, առավոտյան 10:30-ից սկսվում է։ Այո, Synergy կենտրոնում, Բիզնես կենտրոնում։ Բիզնես կենտրոնում Roboton 2025-ը մուտքն ազատ է։ Ցանկալի է, որ ծնողները երեխաների հետ միասին գնան, որովհետև այստեղ այդ եռանկյունին շատ կարևոր է։ Կազմակերպիչներ, երեխաներ եւ ծնողներ այդ եռանկյունին երբ հավասարապես բաշխված է, ապա մեխանիզմը կսկսի ճիշտ աշխատել, չէ՞։ Դուք նաև շատ եք կարևոր համարում այդ երեխաներին տարատեսակ այլ երկրներ մրցույթների տանել եւ հաղթանակներ բերել, որոնք ոգեշնչում են երեխաներին եւ ոգեշնչման շնորհիվ ստեղծում են նոր հաջողություններ։ Մի քիչ պատմեք նաև այդ մրցույթների մասին, որոնք դուք կարևոր եք համարում։ Այո, 2019 թվականից մասնակցում ենք միջազգային օլիմպիադաների, ռոբոտաշինության տարբեր օլիմպիադաների։ Ինչ է տալիս այդ օլիմպիադաները երեխաներին։ Երեխաներին տալիս է միջազգային փորձ։ Տեսնում են, թե ինչպես են մտածում այլ երեխաները, նույն խնդիրը ինչպես են լուծում, սովորում են շփվել անգլերենով օրինակ կամ չինարենով, իրանք կարող է լեզուները չիմանան, բայց իրար հետ շփվեն։ Չինարեն Տիգրանչյան։ Իդեպ դեկտեմբերին մեկնում ենք Էստոնիա, Տալին, 3 թիմ ենք ներկայացնելու Հայաստանից եւ այդպես Robotex միջոցառմանը օլիմպիադային։ Ինչ նոր գաղափարներ են ծնվում այդ օլիմպիադաների ժամանակ, հա, օրինակ եթե չլինեն, կարող է չմտածել եկել այդ ուղղությամբ։ Նոր գաղափարները ավելի շատ կրթական մասով են, նոր լուծումներ գտնելու եւ այդ խնդիրները նոր ձևով լուծելու, որովհետեւ երբ որ օրինակ բժիշկները հավաքվում են մի տեղում, փորձի փոխանակում է տեղի ունենում, նույն ձևով ռոբոտաշինության օլիմպիադաներն են, երեխաներ կրթական նաեւ միտում ունեն եւ մրցութային, որպեսզի ավելի բարելավեն իրենց գիտելիքները։ Արդյոք ձեր այս Roboton 2025-ը նաև կնպաստի նրան, որ երեխաները ոչ թե իրենց տնային առաջադրանքները կտան արհեստական բանականությանը իրենց փոխարեն գրելու, այլև ուղղակի կտան հրահանգներ եւ իրենք կսկսեն աշխատել, այսինքն արհեստական բանականությունը կիսով չափ ուղղակի կփոխարինի Google համակարգին, այլ ոչ թե իրենց փոխարեն կգրի տնային աշխատանքը եւ որքան է կարեւոր համարում Roboton 2025-ին ուսուցիչների մասնակցությունը։ Բաց է մեր հարթակը բոլորի համար, ուսուցիչները հիմա շատ, այսպես ասած, հրով են հրավերվում ուսուցիչը լինի, բայց նրանք են կան։ Նայեք, եթե մարդ գիտելիք չունի եւ AI-ը օգտագործում է եւ չի հասկանում ինչ է գրված, այդտեղ ինքը չի կարողանում հասկանալ թե որն է ճիշտ, որն է սխալ։ Ես անձամբ տարբեր շփվելով համոզվել եմ, հա, եթե դու գիտելիքը չունես, օրինակ Հայաստանում ինչ որ մի իրավիճակի մասին, հա, AI-ով դու չես կարող այդ իրավիճակը հասկանալ։ Կարող է քեզ տալ այն, ինչ ուզում ես լսել։ Այո, եւ սխալ լինել։ Երբ որ դու հարցնում ես, որ բայց գիտես, այսպես է, ասում է, այո, դու ճիշտ ես։ Այնպես որ առանց գիտելիքի AI-ի օգտագործումը կարծում եմ առանց անիմաստ է։ Այստեղ իսուր չասացի ուսուցիչների պարագայում, որովհետև եթե նրանք ունենան AI-ի հետ կապված բավարար գիտելիքներ, նաև կարող են հստակ հասկանալ երեխան ինքն է գրել։ Չէ, չմոռանաք, վերջում AI-ն ինչ է, դա դայջեստ է, համացանցում եղած ճիշտ ու սխալ տեղեկատվության, որը մեկ փնջով AI-ը ներկայացնում է։ Ուղղակի չարաճճի դայջեստ է։ Սպառողին եւ վերջ։ Ես համենայն դեպս AI-ի հետ շատ լավ եմ, հարաբերություններս բարիդրացիական են, նույնիսկ անուն կա, աբոն է, արհեստական բանականություն։ Տիգրանը Ripsik-ի հետ է լավ, ոնց որ թե Dipsik։ Dipsik-ը, բայց այդքան էլ մեզ մոտ կարծես թե տրենդային չէ, Chat GPT-ն։ Այո։ Մի խոսքով հարգելի ռադիոլսողներ։ Հաջող ընթացք մաղթենք։ Եվ մաղթենք, որպեսզի Roboton-ը լինի նաև 2026, 2027 ու
մի քիչ էլ փոխվի, ընդլայնվի, հետագայում արդեն տեսնենք երեխաների ստեղծած ռոբոտներին, հա։ Այո։ Ինչու ոչ։ Շնորհակալություն, հիշեցնենք եւս մեկ անգամ նոյեմբերի 15-ին Ռոբոտոն 2025-ին կարող եք նաեւ մասնակցել դուք, ձեռք բերելով տարատեսակ գիտելիքներ, որոնք ձեզ անպայման պետք կգան թե առօրյայում, թե նաեւ կրթական ոլորտում մուտքն ազատ է, Synergy բիզնես կենտրոն եք գնում եւ ապագայի հետ առնչվում։ Բայց չմոռանաք նախապես գրանցվել, իսկ մենք զրուցում էինք կազմակերպիչների հետ, Անի Խաչատրյանի եւ Մարիամ Գյուրջյանի հետ։ Շնորհակալություն։ Դե ինչ, վայելում ենք երաժշտություն, այդ ընթացքում կլուսանկարվենք եւ կդիմավորենք արդեն մեր հաջորդ հյուրերին։ my selfishness and greed. To all the fanfare, what was out there wasn't what I need. I found an old photograph from far back, all the memories. Wasted so much time without you, my baby.
I get over someone else's rover sparked up in my space. What have I done? I might have lost the one. I might be too late. Every time I get the machine, I say, cause I miss you, I want you, need you back in my life. Gotta get back to them days when you were mine. Do whatever I gotta do to make you see. Can't live without you, girl, come back to me. Cause I miss you, I want you, need you back in my life. Gotta get back to them days when you were mine. Do whatever I gotta do to make you see. Can't live without you, girl, come back to me. Cause I miss you, I want you, need you back, 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 I want you. 19:30 դուք լսում եք հանրային ռադիոյի առաջին ալիքը եւ մենք շարունակում ենք սիրով աշխատել ձեզ համար հանրային ուղիղ եթերում։ Եվս մեկ անգամ բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ուզում եմ այս պահին ողջունել այն երջանիկներին, ով ունեն այդ ճոխություն, հնարավորությունը եւ նոր արթնանում են ի տարբերություն շատ շատերի։ Աշխատող դասակարգը վաղուց արդեն աշխատանքի վայրում է։ Մենք էլ մեր տեղում ենք։ Դե լավ, մի բողոք։ Չեմ Ասա որ դու շատ սիրում ես քո աշխատանքը։ Սիրով եմ անում իմ աշխատանքը եւ թևերը բարձած սիրով սլանում ես ռադիոտուն։ Տիգրանի մեքենայով սլանում եմ ռադիոտուն եւ իսկապես մենք երջանիկ ենք, որ կարողանում ենք հաղորդակցվել ձեզ հետ յուրաքանչյուր առավոտ ու ասել բարի լույս։ Եվ շարունակում ենք իրազեկել, շարունակում ենք խոսել սպասվելիք միջոցառումներից, մեկ միջոցառման մասին արդեն խոսեցինք եւ ինչն է հետաքրքիր եւ հաջորդ միջոցառումը, որի մասին խոսել ենք, նույնպես նոյեմբերի 15-ին է։ Ինչի մասին է խոսքը։ Այս անգամ Նյումեգը հրավիրում է գրքի ու արվեստի ֆրանսիական փառատոնին Francofest 2025-ի մասին ենք խոսում։ Այո, գրական ճամփորդություն ֆրանսիական ձևով, ֆրանսիական շնչով կարելի է ասել, հետաքրքիր տարբերակ է։ Ես կարծում եմ ժամերն էլ ասենք, որ փառատոնը տեղի է ունենալու նոյեմբերի 15-ին եւ ժամը 15-ից մինչ 21-ը կարող եք այցելել, կոնկրետ հյուրանոցում է տեղի ունենալու։ Կարևոր եւս մեկ հանգամանք, ինչպես եւ նախորդ միջոցառման դեպքում էր, մուտքն ազատ է եւ յուրաքանչյուր ոք, ով սիրում է գրականության աշխարհը, գնահատում է եւ կարեւոր է համարում գիրքն ու գրականությունը, կարող է առնչվել այս անգամ եւ զգալ ֆրանսիական շունչը։ Իսկ փառատոնի մասին մեզ կպատմեն Անի Հակոբյանը եւ Աննա Բախշյանը։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Խոստանում եք մեզ ֆրանսիական շունչ։ Պատմեք մի քիչ ինչ ենք զգալու այդ օրը, մենք բոլորս գալով կոնգրես հյուրանոց, առնչվելով այս գեղեցիկ գրքի փառատոնին։ Գրքին բարի լույս, շնորհակալություն մեզ հյուրընկալելու եւ այս ֆրանսիա շունչ գեղեցիկ փառատոնի մասին։ Ça va bien։ Այո։ Մտածեք մենք նույնպես, բայց խոստանում ենք հաջորդ փառատոններին մի քիչ ավելի հարստացնելու ֆրանսիական բառապաշարը։ Նյումեգը արդեն 3-րդ տարին է, որ կազմակերպում է ֆրանսալեզու գրականության փառատոն, որը այս տարի արդեն ունի միջազգային կարգավիճակ, քանի որ մեր միջազգային գործընկերը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն է, եւ մենք ուրախ ենք, որ կարող ենք այս ֆրանսիական գեղեցիկ գրականությունը, մշակույթը, արվեստը յուրօրինակ ձևով, ձևաչափով մատուցել արդեն 3-րդ տարին մեր ընթերցողներին, մեր արվեստասեր հայրենակիցներին։ Նյումեգը դեռ անցած տարի հայտարարեց, որ Գոնկուր ակադեմիայի ազգային ժյուրի է հիմնվում Հայաստանում եւ Գոնկուր Հայաստանի օպերատորը Նյումեգ հրատարակչությունն է, մեր գործընկերները այս կարևոր գրական ձեռքբերման հարցում Ֆրանսիայի դեսպանատունը, Ինստիտուտ Ֆրանսայն եւ ֆրանսիական համալսարանն են։ Ինչ է այս ամենը ենթադրում եւ ինչն է, որ մեր Francofest փառատոնի կորիզն է համարվում։
Գոնկուր գրական մրցանակաբաշխությունը արդեն մեկ դարյա պատմություն ունի, գիտենք, որ հավասար է եւ համարժեք է Նոբելյան գրական մրցանակին եւ Գոնկուր ակադեմիան ազգային ժյուրիներ է հիմնել ավելի քան 40 երկրում եւ Հայաստանը անցած տարի միացավ այս ֆրանկոֆոն գրականության մեծ քարտեզին ու ունեցավ իր ուրույն տեղը։ Այս տարի մենք ներկայացնելու ենք Գոնկուր Հայաստանի ընտրությունը արդեն գրքի տեսքով։ Մեր ազգային ժյուրին անցած տարի հիմնվեց եւ ընտրեց Գոնկուրի իր հաղթողին եւ այս տարի մենք կներկայացնենք այդ գիրքը հայերեն։ Այդ կապակցությամբ մենք հյուրընկալելու ենք Գոնկուր ակադեմիայի դելեգատներին Ֆրանսիայից, մենք հյուրընկալելու ենք անվանի շատ մեծանուն մի գրող փիլիսոփայի, այո, Պասկալ Բրուկների, ով նաև Գոնկուր ակադեմիայի ժյուրիի անդամ է, արդեն երկրորդ տարին է գալու Հայաստան ֆրանկոֆեստին մասնակցելու պարոն Բրուկները, այո, անցած տարի եւս ազդարարեց մրցանակի հիմնումը եւ այս տարի արդեն գալու է երկու կարգավիճակով։ Պասկալ Բրուկները կլինի որպես ներկայացուցիչ Գոնկուրի եւ կլինի որպես հեղինակ։ Մենք այս ֆրանկոֆեստին ներկայացնելու ենք 4 գիրք։ Այո, ես գրքերի մասին կթողնեմ, որպեսզի Տիկին Վախյանը ավելի լավ խոսի, ես հետո կվերադառնամ ես պատմեմ։ Բեսթսելեր է վերցված եւ փաստորեն խմբագրել եք դուք։ Պատմեք ինչ սկզբունքով եք ընտրել նախ, ինչ սկզբունքով են ընտրվել այդ բեսթսելերները։ Սա եւս շատ կարեւոր է։ Եվ փաստորեն մենք եթե նախկինում խնդիր ունեինք թարգմանական ոլորտի հետ կապված եւ ստիպված էինք օտարալեզու գրականությունը կարդալ այլ լեզուներով, ապա կարող ենք ասել, որ այս տարիների ընթացքում ունենք հիանալի թարգմանիչներ, որոնք մեծ հնարավորություն են տալիս մեր լեզվով ընթերցել, բայց շատ կարևոր գործ են անում նաև խմբագիրները։ Այո։ Որոնք փորձում են տեղ սրբագրիչները, բնօրինակի տրամադրությունը։ Մի մեծ թիմ է աշխատում, որպեսզի մենք կարողանանք դրանք կարդալ մեր լեզվով։ Այո, դե ընտրությունը ինչպես նշվեց Ֆրանսիա Նյումեգինն է, Նյումեգը միշտ նախանձախնդիր է Եվրոպայում ստեղծագործող երիտասարդ գրողների, որոնք մրցանակներ են շահում, հրապարակի վրա են, այսպես ասած, եւ մասնավորապես այս դեպքում ներկայացվում է 4 տարբեր ասելիք, տարբեր գրելաոճ ունեցող գրողների, նույնիսկ տարիքային տարբեր են եւ նույնիսկ եւ երկուսը դրան առնչվում են հենց Գոնկուրյան մրցանակաբաշխությանը, մասնավորապես Նիկոլա Մաթյոն, որի գիրքը նույնպես ներկայացվում է 2018-ին է ստացել Գոնկուրյան մրցանակ եւ իհարկե Գայել Ֆայի Ժակարանդա վեպը, որը ինչպես Անին նշեց Հայաստանի ազգային ժյուրիի կողմից է ընտրվել Գոնկուրյան մրցանակաբաշխության համար։ Ես որոշեցի գրքեր ներկայացնել ըստ գրողների տարիքային խմբի։ Ավագը, այո, ոչ մեկին չնեղացնեմ, ավագը Պասկալ Բրուկներն են։ Գիտեք, գրող, փիլիսոփա, սցենարիստ, էսեիստ եւ այսօր Ֆրանսիայում բավական հայտնի անձնավորություն իր տարբեր գործունեությամբ եւ մանկավարժական եւ փիլիսոփայական էսսեներով փոքրիկ ներողություն Տիկինաննա, մեզ համար նաև Բրուկները ինչով է յուրահատուկ անձնավորություն եւ անհատականություն, որովհետեւ Ֆրանսիայում ինքը իր հրապարակախոսական ելույթներում, հոդվածներում միշտ առանց խոսում է Հայաստանի մասին, Հայաստանի խնդիրների մասին, Արցախի բլոկադայի ժամանակ էր բարձրաձայնում եւ նրան բոլորը ամբողջ ֆրանսիական մամուլը, ֆրանսալեզու մամուլը ցիտում է այն, ինչ ինքը ասում է Հայաստանի մասին, այդ առումով շատ կարեւոր է մեզ համար։ Կարևոր դրվագներ ներկայացրեցիք, որոնք էլ ավելի այսպես։ Այո, ավելի են բարձրացնում եւ Պասկալ Բրուարժեք արժևորում Պասկալ Բրուկների գործունեությունը։ Փոքրիկ վեպ է, կոչվում է Իմ փոքրիկ ամուսինը, Պասկալ Բրուկները գրել է 2007 թվականին։ Գրական հնարք է այստեղ կիրառել, ինքը շատ է սիրում այսպես նորարարություններ, մետաֆորայի եւ կերպարանափոխության միջոցով է ներկայացրել հերոսին, կերպարանափոխությունը որպես գրական հնարք
շարք գիտեք շատ գրողներ են կիրառել, Կավկան, Ֆիջերալդը, Ռաբլեն եւ այլն, եւ ինքը այս վեպում դարձյալ կիրառում է այդ ալեգորիկ կերպանափոխման շատ հետաքրքիր վեպ է։ Առակ պատմություն է ավելի ճիշտ, պրիչա իմաստով։ Ընտանեկան հարաբերություններ են կնոջ տղամարդու սեռային հավասարությունների մասին է եւ առօրյա խնդիրներն են դրանք։ Առօրյա խնդիրներ են, նաեւ սեռային ինքնության ճանաչման խնդիրներն են։ Այստեղ հերոսը, ամուսինը տվյալ դեպքում ֆիզիկապես փոքրանում է, հա, այնպես է վեպը, որ յուրաքանչյուր երեխայի ծննդի հետ ֆիզիկապես փոքրանում է։ Հիմա սա այս մետաֆորա է, այս ֆիզիկական փոքրացումը, խոսելու ընտանիքի սիրո ապրումակցման եւ այլ խնդիրների մասին, այստեղ ֆիզիկական փոքրացումը ավելի շատ փիլիսոփայորեն ենք այո, փիլիսոփայորեն է, սարկաստիկ, տեղ-տեղ նաև սև հումորով, ինքը վարպետ է իհարկե սարկազմի, իրոնիայի եւ սև հումորի, կարդացվում է մի շնչով եւ միաժամանակ դու ապրոբակցում եւ խղճում ես հերոսին եւ բավական մտորումների առիթ է տալիս այդ, թե ինչպես է գիրքը ժամանակի ընթացքում սերը մարում է, գիրքը մարում է փոխվելով խղճի, խղճահարության, հետո նաև բեռի, հա, գլոբալ խնդիր է, որ այստեղ պատկանելություն չկա, ազգային, բացարձակ եւ յուրաքանչյուր երկրում համընդհանուր առհասարակ տղամարդու կնոջ եւ դերի մասին է 21-րդ դարում որ նվազում է։ Ասել, որ մենք հաճախ ենք լսում, կանանց իրավունքներ եւ այլն, ես միշտ նյարդայնանում եմ, որ առանձնացնում են, որովհետեւ այստեղ ըստ էության մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին, առանձնացնել, դնել կանանց մարդիկ էլ այնպես չի մի լավ վիճակում չեն այս պարագայում, հատկապես որ մի քիչ մենք էլ ակտիվացել ենք ու շատ են ավելի ուղղված ծրագրերը կանանց, այստեղ միանգամից հենց դրա մասին է ֆիզիկական փոքրացումը ոչ միայն ֆիզիկական է, այլև հեղինակության փոքրացում է իր կնոջ երեխաների շրջապատի առջև եւ բավական վարպետորեն է այս ամեն ինչը ներկայացրել։ Գայթակղեցիկ ճիշտ ասած, ուզում եմ միանգամից իսկապես գայթակղիչ է եւ խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ։ Արդյոք գիրքը կարդալուց հետո շատերը կմտորեն եւ կփորձեն իրենց կյանքը դիտել կողքից ու հասկանալ որտեղ կան նման սխալներ եւ թույլ չտալ։ Կարծում եմ, այո, ողջամիտ ընթերցողը միշտ ցանկացած գրքից հետո մտորում է, ստապվում է եւ փորձում է միշտ չի որ կարելի է պրոյեկտել ամեն ինչ գրքում կարդացած է ինքդ քեզ վրա կամ դե վերջո ռեալ կյանքը եւ բայց այստեղ շատ կարեւոր մի բան կա, լավ գրողը կարողանում է այդ մեսիջները փոխանցել ընթերցողին եւ այո, դրանք կարեւոր կետեր են, ինչի համար է այստեղ։ Այս լավ բան նշեցիք, սարկաստիկ վիճակը, սև հումորը ամեն մեկին տրված չէ, ճիշտ կարողանալ դրանք այստեղ ասում եմ Պասկալ Բրուկները փայլում է իհարկե այդ վարպետությամբ եւ կարծում եմ թարգմանությունը նույնպես փոխանցում է այդ ամենը։ Շատ կարեւոր բան է թարգմանությունը այդ առումով։ Բացի 4 բեսթսելերներից էլ ինչ նորությունների սպասենք Ֆրանկոֆեստին եւ նաեւ լինելու են պանելային քննարկումներ, այստեղ եւս հասկանանք ինչի մասին է խոսքը։ Մենք կունենանք պանելային քննարկում Հայաստանում եւ Ֆրանսիայում մշտատև շարունակական կրթության մասին, ոլորտի տարբեր մասնագետներ կխոսեն եւ մենք ականջալուր կլինենք նաեւ ֆրանսիական փորձին, թե ինչպես են իրենք փորձում կրթությունը ամբողջ կյանքի ընթացքում սերմանել եւ պահել եւ ինչ մեթոդաբանություն կա այս ամենը իրականացնելու համար։ Կլսենք նաեւ մեր հայ մասնագետներին կրթության ոլորտի, կունենանք քննարկում եւ թատերական ընթերցում մի հետաքրքիր թեմայով։ Դեռ առաջին Ֆրանկոֆեստի ժամանակ Նյումեգը ներկայացրեց
բելգիացի բարոնուհի Մելի Նոտոմբի առաջին վիպակը հայերեն կապույտ մորուքը եւ այս կապույտ մորուքը պիեսի է վերածվել եւ շուտով նաեւ որպես հանդիսատես կարող ենք վայելել այս ստեղծագործությունը շատ բացառիկ եւ ազդեցիկ եւ Հրաչ Քեչիշյանը ռեժիսոր դերասանների հետ քննարկելու է թե այս պիեսը ինչպես է վերարտադրվելու եւ վերաիմաստավորվելու հայկական իրականության համար, այո, բեմականացվելու է։ Ինչպես է վերարտադրվելու հայկական իրականության համար եւ ինչ ինտերպրետացիա են ունենալու։ Այսինքն ադապտացվելու է, ճիշտ եմ հասկանում մի քիչ։ Ոչ այնքան ադապտացվելու, որքան որ հայ դերասանների միջոցով է եւ հայերեն է հնչելու ու մեկնաբանվելու։ Այս առումով մենք էլ սպասում ենք անակնկալի, որովհետև դերասաններն են Արսեն Գրիգորյանը եւ Նայնա Պետրոսյանը, իսկ քննարկման ժամանակ արդեն ներկայացման մասին բոլոր մանրամասները ինքներս էլ հանդիսատեսի եւ հյուրերի հետ կիմանանք։ Պաստորեն այս գրքատոնը նաև նոր բեմադրություններ է ծնում, այո, մենք սովորաբար միքսում ենք մեր փառատոների շրջանակում արվեստի տարբեր ճյուղեր, չենք ներկայացնում միայն գրքերը եւ գրականությունը, այնպես ենք անում, որպեսզի այս գրական փառատոները լինեն բազմաշերտ եւ ներգրավում ենք երաժշտական, թատերական, տարբեր ուղղություններ, նաև կրթական ոլորտը, որը թվում է, որ գրականության հետ կապ չունի, բայց իրականում ունի նկատի ունեմ ուղիղ կապ միայն գրքեր ու գրական քննարկումներ չեն մեր փառատոներին տեղի ունենում առասարակ եւ այս դեպքում էլ մենք կունենանք նաեւ երաժշտական ուղեկցում փառատոնի ընթացքում մեզ հետ կլինի նորաստեղծ տաղանդաշատ երիտասարդների մի խումբ Mavi Band վստահ եմ ապագայում մենք դեռ նրանց շատ կլսենք դուք նպաստում եք որպեսզի այո հարթակեք դրամատրելու կլինեն նաև փորձառու երաժիշտներ անվանի այնպես որ փակագծեր չեմ ուզում բացել բոլորին հրավիրում եմ նոյեմբերի 15-ին շաբաթ օրը միասին անցկացնել ֆրանսիական շնչով ժամը 15-ից դա էլ ասենք 15-ից մինչ ժամը 21-ը մուտքն ազատ է, սա եւս շատ կարեւոր է։ Եթե վերադառնանք բեսթսելերներին, մեկը ներկայացրեցի։ Ես շարունակեմ ներկայացնել բեսթսելերները։ Մեկ հարցել տամ, մյուս երեքն են գլոբալ խնդիր վերծանում։ Նայեք, այնքան տարբեր են այդ 4 բեսթսելերներն, իր թեմատիկայով, ասելիքով եւ հեղինակներով։ Երկրորդը դա Նիկոլա Մաթյոյի ժամանակակից ֆրանսիացի գրողի գործն է եւ զավակներն իրենցից հետո գործն է սա 90-ականների Ֆրանսիայում փոքրիկ արդյունաբերական քաղաքի դեռահասների կյանքն է նկարագրում դեռահասների նաեւ ներգաղթյալների հարաբերությունները ընկերների եւ ինչպես դարձյալ կարելի է գլոբալ ասել այո դեռահասների ճգնաժամային այդ իրավիճակները, երբ հոգում քաոս է, երբ չեն կարողանում հրաժարվել գայթակղություններից, դա խմիչքն է, թմրադեղերն են, որոնումները իրենց տեղը կյանքում եւ հայրեր որդիներ հարաբերությունները իհարկե նույնպես հետաքրքիր գործ է դարձյալ մրցանակների է արժան 18 թվականին 2018 թվականին Նիկոլա Մաթյոյի այս գործը կոնկուրյան մրցանակ է շահել համարվում է ժամանակակից ֆրանսիական մեծ վեպ։ Իսկ այստեղ շեշտադրում կա գաղթյալների, պատանիների ու տեղի պատանիների հարաբերությունների մասով։ Այո, այդ ընկերները, որտեղ որոնք հերոսներն են, հիմնական գործող անձինք են, այո, կա նաև ներգաղթյալի տվյալ դեպքում մարոկացի ընտանիքի հետ հարաբերությունները եւ այդ մարոկացի տղայի, մասնավոր հոր խնդիրները ժամանակակից Ֆրանսիայում իրենց գտնելու եւ այլ հարցերի շուրջ։ Սերունդների պատմությունն է ուղղակի փոփոխվող ժամանակաշրջանում, իսկ 90-ականները ամբողջ աշխարհում էր անցում այն։ Այո, մշտապես ակտուալ թեմա սերունդների պատմությունները։ Այո, երրորդը Ֆրանսիայում։ Երրորդը Ժակարանդան, ես կարող եմ ներկայացնել։ Ժակարանդան ասեմ, որ ծառի անվանումն է, մանուշակագույն գեղեցիկ թափվող, այսպես ծաղիկներով ծառ է, որը աֆրիկյան մշակույթում հույսի վերածննդի խորհրդանիշ է
մի շարք ասիական երկրներում նաև գարնան զարթոնքի նշանն է եւ Գայել Ֆայն է հեղինակը այս վեպի Գայել Ֆայը ծնունդով Բուրունդայից ապրել է Ռուանդայում եւ բոլորս գիտենք դարավերջին 1994 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը Ռուանդայում իր ընտանիքը փախչել է Ֆրանսիա եւ ահա այս տղան այս ապագա գրողը ապրում է երկու աշխարհների միջև, երկու տարբեր հայրենիքների եւ իր ինքնության որոնումների միջև եւ ինքը դեռ միջև հիմա չի հասկանում, որ աշխարհին է լիովին պատկանում։ Այս վեպը հենց այդ մասին է։ Ժակարանդան ծառը դարձել է սիմվոլ, խորհրդանիշ, հույսի, շատ գեղեցիկ սիմվոլ է ընտրել այս ծառը եւ ցեղասպանության վերապրածների, ցեղասպանությունից հետո ծնվածների հարաբերություններն են, թե ինչպես ապրել։ Նախ կան իհարկե ցեղասպանության պատկերումը, այդ սահմռկեցուցիչ տեսարանները, մարդիկ, որոնք տեսել են այդ ամենը եւ մարդիկ, որոնք շարունակում են ապրել, գիտեք ցեղասպանությունը այդ էթնիկ խմբերի միջև է տեղի ունեցել, ոչ որևէ կոնկրետ երկրի կողմից եւ ինչպես ապրել երբ պարզվում է մեկը մարդասպանների կողմ եւ իրականացրել են հենց մարդիկ, ոչ զինյալ խմբավորումները եւ հետո պարզում է որ այս մեկը հութու է, իսկ այս մեկը տուցի է։ Ծանր թեմա է բավական։ Ծանր թեմա է։ Բայց նաև ակտուալ եւ կարեւոր։ Այո, ակտուալ։ Ինչպես ապրել, հաղթահարել ցավը, պետք է լայն բացված աչքերով դիտենք իրականությունը, առերեսվենք։ Գայել Ֆայը առհասարակ հետաքրքիր կերպար է, եւ բազմաշնորհ։ Այո, որովհետև ինքը Ֆրանսիայում հայտնի рэփ երգիչ է եւ իր երաժշտական արվեստում եւս բարձրաձայնում է այդ ինքնության, ազգային ինքնության, որոնման եւ ցավի անարդարության թեմաները, շատ խորը ինտելեկտով եւ զգացմունքներ փոխանցող արտիստ է։ Ես կասեի գրող արտիստ է։ Հաճախ մեզ рэպերները իդեպ զարմացնում են իրենց խորը մտքերով եւ խնդիրներին ուրույն լուսավորություն գույն փոխանցելով, քանի որ շատ քիչ ժամանակ ունենք 4-րդ բեսթսելերին էլ անդրադառնանք։ 4-րդը Ժոել Դիկերն է։ Մեր ընթերցասեր հասարակայնություն գիտի, որ իր նախորդ վեպը դարձյալ Նյումեգի հրատարակմամբ ճշմարտությունը Հարիկ Վեբերտի մասին, հայտնի դետեկտիվ վեպի հեղինակն է։ Գիտեք, որ աշխարհի մոտ 40 երկրներում եւ տարբեր լեզուներով թարգմանվել է։ Այժմ Նյումեգը ներկայացնում է Բալթիմորների պատմությունը գիրքը, ընտանեկան սագա է, ընտանիքների դարձյալ մասին, դարձյալ հայրեր, որդիներ, ընկերություն, ներում, ընտանեկան գաղտնիքների բացահայտում, գեղեցիկ եւ վարպետորեն գրված գիրք, որը կարծում եմ շատ կհետաքրքրի եւ ովքեր կարդացել են Հարիկ Վեբերտը, ասեմ, որ հենց հերոսն է Մարկուս Գոլդմանն է, որը արդեն այս վեպում է բացահայտումներ անում եւ փորձում իր այդ զարմիկների Գոլդմանների հրոսակախումբ անվանված զարմիկների գաղտնիքները բացահայտել, ներման եւ հաշտության եզրեր փնտրել։ Եվ ի վերջո կարծում եմ նմանատիպ փառատոները նաև գալիս են ապացուցելու, որ գիրք կարդում են, գիրք սիրում են, գիրք կարդում են, արագ ասեմ, որ մեր փառատոններում միշտ նույնիսկ գրքի հերթեր են առաջանում։ Տեսել եմ։ Այո։ Եվ գալիս է ապացուցելու, որ գրքով կարդալն ուրիշ է, իսկապես։ Այո, միանշանակ է։ Ժամանակակից տեխնոլոգիաները միևնույն է, գրքով կարդալը շատ ավելի։ Շոշափել այդ։ Եվ ամենակարևոր փաստի մասին չխոսեցինք, որ գրքերը, որոնց շուրջ մենք հավաքվելու ենք նոյեմբերի 15-ին, վաճառվելու են բացառիկ մինչև 40% զեղչով։ Այնպես որ ամբողջ իմաստը հենց այն է, որտեղ ավելի մատչելի ձեռք բերեք։ Մուտքն էլ ազատ է։ Այո։ 4 բեսթսելերներ այնպես ներկայացրեցիք, վստահ եմ, որ շատ-շատերի մոտ առաջացած ցանկություն գալու, գնելու, ընթերցելու, ծանոթանալու, ինչու ոչ։ Լինել ժամանակի շունչ, պես Նյումեգն է, գրական զարկերակի վրա լինել աշխարհի հաղորդակից լինել։ Կարդալ ինչ է
այսպես։ Հիշեցնենք Ֆրանկոֆեստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին ժամը 15-ից կոնգրես հյուրանոցում մուտքն ազատ է, իսկ բոլոր տեղեկությունները մեզ փոխանցեցին Նյումեգի գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը եւ Ֆրանկոֆեստ 2025-ի փաստորեն ներկայացված 4 գրքերի խմբագիր Աննա Բախշյանը։ Շնորհակալ ենք։ Ձեզ մաղթում ենք հրաշալի տոնական օր, որովհետև գրքի տոնն էլ է տոն եւ կարծում եմ, որ այդ տոնական տրամադրությունը գրքերը մեզ արդեն կփոխանցեն, որքան էլ որ թեմաներ ընտրված են խնդրահարույց գրքերի միջի։ Հաջող Ձեզ նույնպես հուսանք ձեզ կտեսնենք մեր Սիրով, շնորհակալ ենք։ Je n'en veux pas des bijoux de chez Chanel, je n'en veux pas, donnez-moi une limousine, j'en ferai quoi? Offrez-moi du personnel, j'en ferai quoi? Un manoir à Neuchâtel, ce n'est pas pour moi. Offrez-moi la tour Eiffel, j'en ferai quoi? Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. J'en ai marre de vos bonnes manières, c'est trop pour moi. Moi je mange avec les mains et je suis comme ça. Je parle fort et je suis France, excusez-moi. Fini l'hypocrisie, moi je me casse de là. J'en ai marre des lampes de bois. Regardez-moi, de toute manière je vous en veux pas. Et je suis comme ça. Je suis comme ça. Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever. Այսպես ֆրանսիական տրամադրությամբ ենք այսօր ձեզ հրաժեշտ տալիս եւ հիշեցնում, որ նոյեմբերի 6-ին ուղիղ եթերում դες համասիրով աշխատեցին Լուսինե Մուրադյանը եւ իհարկե Տիգրան Հարությունյանը։ Լսեք հանրային ռադիոն օրվա ընթացքում հնարավորության դեպքում, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղ 9:30-ից մեր գործընկերները կողջունեն ձեզ։ Այո, մնացեք հանրայինի հետ։